Երևանից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա իրավիճակը եռում է, Իսրայելը հարձակում է գործել Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Reopen Media-ի տաղավարում ես պատրաստվում եմ զրուցել Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման հիմնադրամի տնօրեն Փույա Հուսեյնի հետ։ Բարև ձեզ։ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների 6-րդ փուլը նախատեսված էր հունիսի 16-ին, բայց դրանից ընդամենը 2 օր առաջ Իսրայելը հարձակում գործեց Իրանի վրա։ Ինչու հենց այս շրջանում, ինչու հիմա։ Մինչև բանակցությունները Իսրայելը փորձում էր ամեն ինչ անի, որ այդ բանակցությունները զախողում գնա եւ Իրան եւ Միացյալ Նահանգները չի հասնեն համաձայնությունին, որովհետեւ դա Իսրայելին ձեռնտու չի, Իսրայելի գոյությունը կապված է անկայունություն տարածաշրջանում եւ դրանով է սնվում, դրա համար էլ զախողելու նպատակով բանակցությունների 6-րդ փուլը, որ պետք է Կիրակի օրը տեղի ունենա, այդ հարձակումը կատարեց եւ իհարկե այդպես որ Միացյալ Նահանգները տեղյակ են բահել, Միացյալ Նահանգները հրաժարվում է այդ տեղեկատվությունը, որ ուղիղ մասնակցություն ունեցել է, բայց փաստը մնում է փաստ, Միացյալ Նահանգները տեղյակ է եղել եւ չի փորձել զերծ պահի Իսրայելին նման հանցագործությունին, մինչեւ 6-րդ փուլը ինքը փաստորեն տապալեց Իրանի եւ Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի դիվանագիտական գործընթացը, բանակցությունները եւ դրանից հետո Իրանը այդ հարձակումից հետո Իրանը պատրաստելու է եւ միանշանակ պատասխան հարվածներ կտա Իսրայելին։ Իրավիճակը անկայուն է, մեծ լայնածավալ պատերազմի ռիսկը մեծացել է, միայն Միացյալ Նահանգները կարա ազդի այդ ամեն ինչի վրա, եթե կամք ունենա եւ Իրանից պատասխանելուց հետո չզոքացնի Իսրայելին, զսպի Իսրայելին, որովհետեւ չի շարունակի հարձակումները եւ կարողանանք գոնե մի քիչ կայունություն լինի եւ դադարի այդ ռազմական գործողությունները։ Իսրայելը փորձում է ներքաշի Միացյալ Նահանգներին պատերազմի մեջ Իրանի դեմ եւ Իրանը հարկադրված է պատերազմին եւ միանշանակ ամեն ինչ անելու է իր տարածքային ամբողջականությունը եւ իր երկիրը պաշտպանի եւ հակահարված հասնի այդ թշնամիներին, որ Իրանին փորձել են նման ոտնձգություն անեն։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ այս պատերազմը ընդհանուր տարածաշրջանի վրա։ Միանշանակ այդ պատերազմը, եթե լայնածավալ պատերազմ լինի, կարող է տեղափոխվի Հարավային Կովկաս, որովհետև Հարավային Կովկասը կարա լինի երկրորդ ճակատը Իսրայելի համար Իրանի դեմ, Իսրայելը Ադրբեջանի հետ երկարաժամկետ համագործակցություն ունեն, անվտանգություն եւ ռազմական համագործակցություններ ունեն եւ եթե անկայունանա բոլոր ամբողջ տարածաշրջանի իրավիճակը, բոլոր տարածաշրջանում կարող է անկայունություն լինի եւ նաեւ Ադրբեջանը կարող է առիթից օգտվի եւ ինչ որ իր ներդրումները իրականացնի Հայաստանի վրա, դա մտահոգված ենք մենք դրա համար եւ պետք է բոլոր սցենարները Իրանը հաշվի առել, նախապես պատրաստ է եղել նման հարձակումներից եւ բոլոր սցենարները Իրանը պատրաստված է։ Այսօր ոչնչացվել են Իրանի ռազմաքաղաքական վերնախավի առաջին դեմքերից, սա որքանով է խոցելի դարձնում Իրանին իր ռազմավարական ծրագրերի ընթացքում։ Իհարկե Իրանում անձերը շատ կարևոր են եւ ազդեցիկ են, բայց Իրանը համակարգված երկիր է, անձերով այդքան բայնավորված չի, մենք տեսել ենք պարոն Ռայիսի զոհելուց հետո Իրանը նոր նախագահ ունեցավ, Qasem Soleimani նահատակելուց հետո մենք ունենանք նոր հրամանատարներ, Իրանը ժամերից անց նշանակեց Իրանի հոգևոր առաջնորդ է
նշանակեց այդ պաշտոնյաները, այդ ռազմական գործիչները, որ զոհվել են իր փոխարինողները եւ իրեն գործելու են իրենց նույն խնդիրները, որ դերված է իրանց համար եւ Իրանը համակարգված է եւ այդքան հեշտ չի Իրանին անձերի ոչնչացնելով եւ թերոր անելով խոսելի սարքել։ Իրանը բազմիցս հայտարարում է, որ չի ընդունի Հայաստանի տարածքային ամբողջականության որևէ տիպի խախտում, բայց այս փուլում Իրանը զբաղված է իր ներքին հարցերով շատ լուրջ։ Այս պարագայում Հայաստանը բավականին խոցելի դիրքերում է։ Եթե անցանկալի որևէ սցենար լինի ի վնաս Հայաստանի, այս պարագայում որն է ձեր տեսակետը, ինչ քայլեր կլինեն։ Իհարկե Հայաստանի հարցը միայն Հայաստանի հարցը չի, Իրանի անվտանգությունը դրանից կապված, Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունը տարածաշրջանում։ Մենք բազմիցս Իրանի ռազմաքաղաքական առաջնորդները, ղեկավարները ընդգծել են իրանց կարմիր կեցերը Հայաստանի վերաբերյալ, սահմանների վերաբերյալ եւ բոլոր սցենարները Իրանը ունի դիմադրելու նաեւ հարավային Կովկասում թշնամիների դեմ։ Ամեն դեպքում պետք է Հայաստանն էլ իր մյուս գործընկերների հետ շատ ակտիվ դիվանագիտական գործընթացներ սկսի, Ֆրանսիա է, Հնդկաստան է, որովհետեւ եթե Իրանը ինչ որ պահով չի կարողացավ ազդի գործընթացների վրա եւ սպառնալիքների չեզոքացման համար այլ ընթերանքներ լինեն գործընկերների կողմից Հայաստանին, որովհետեւ կարողանան զսպեն Ադրբեջանին եւ հակառակորդներին նկերդումներից եւ ագրեսիաներից Հայաստանի դեմ։ Այսօրվա ամբողջ ընթացքում դուք հետևել եք իրադարձությունների զարգացմանը, ինչ տպավորություն ունեք, ըստ ձեզ որ ուղղությամբ է գնում, ինչ սպասենք։ Միանշանակ շատ վտանգավոր իրավիճակ է, պայթունավետակ իրավիճակ է եւ ինչպես ասեցի, մենք լայնազավալ պատերազմի շեմին ենք, եթե այդ ազդեցիկ ուժերը չկարողանան զսպեն Իսրայելին, միանշանակ ամբողջ տարածաշրջանը կվերակվի լայնազավալ պատերազմի մեջ։ Հուսանք դրան չի հասնի։ Ձեր հարազատները այժմ գտնվում են Իրանում, ինչ լուրեր են ձեզ փոխանցում, ժողովրդի շրջանում, ինչ խոսակցություններ կան եւ ինչ տրամադրություններ կան։ Իհարկե, երբ որ Իրանի համար խնդիրը լինելու բոլոր անհամաձայնությունները իրանցիները մի կողմ են դնում, եթե արտաքին սպառնալիք է դնելու եւ համախմբում են եւ պաշտպանում են իրանց երկիրը, դարներ շարունակ այդպես է եղել Իրանը եւ արտաքին սպառնալիքում մենք համախմբված ենք եկել եւ պաշտպանել ենք մեր երկիրը սպառնալիքների դեմ եւ հարձակումների, թշնամիների հարձակումների դեմ։ Ինչ կասեք մեր լսարանին։ Մաղթում եմ խաղաղություն տարածաշրջանում, հույսանք, որ այդ ամեն ինչը լայնազավալ պատերազմին չի բերի, որովհետև բոլոր երկիրները տարածաշրջանում կդուժեն, Իրանի անվտանգությունը կարա ազդի բոլոր երկիրների, հարևան երկիրների անվտանգությունի համար եւ մաղթում ենք, որ խաղաղություն լինի, ինչ որ հնարավոր է արվել է եւ արվում է Իրանի կողմից, որովհետեւ նման իրավիճակ չի ստեղծի, բայց հիմա մենք հակատերված ենք պատերազմին եւ հակատերված ենք պաշտպանելու մեզ, պաշտպանելու մեր գոյությունը, մեր ինքնությունը եւ մեր երկիրը, հույսանք, որ ամեն ինչ լավ լինի։ Շնորհակալություն։ Նույնպես շնորհակալություն։